Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին հունիսի 18-ից 23-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում հունիսի 18-ի ցերեկը 19-ին 20-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հունիսի 21-ից 23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Մարզերում հունիսի 18-ին 21-ից 23-ին կեսօրից հետո առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 19-ից 20-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 18-ի ցերեկը 19-ից 29-ին աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Իսկ այժմ օրվա այլ կարևոր լուրերի մասին։ Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին առաջին լուրեր.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի պետության սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ։ 2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ 2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան, վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ տեղեկացրել ենք Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործարար Սամվել Կարապետյանը գիշերը դուրս է եկել առանձնատնից և հեռացել իրավապահների հետ։ Կարապետյանի կարգավիճակի մասին տեղեկություններ դեռևս չեն հայտնվում։ Տեղեկացնենք նաև, որ Պիցա Տաշիր սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում։ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները Պիցա Տաշիր Ս.Պ.Ը-ի Երևան Տերյան 69 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերված են սահմանված սանիտարահիգիենիկ նորմի խախտում, մասնավորապես առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։ ՏԿ նախարար Դավիթ Խուդացյանը գրում է. «Մենք տեղեկություններ ենք ստանում և ինչպես որ կարելի էր կանխատեսել, Երևանից ու մարզերից հեծի անձնակազմին ուղղորդում են Երևան մասնակցելու ոմանց աջակցության հավաքին։ Բռնությամբ կամ սպառնալիքով հավաքներին մասնակցելու պարտադրելը քրեորեն պատժելի է։ Որևէ մեկը չի կարող սպառնալիքով բերման ենթարկել հեծի աշխատակիցներին հանրահավաքի։ Որևէ մեկը հրաժարվալու դեպքում չի կորցնի իր աշխատանքը»։ Վարդան Ղուկասյանն էլ հայտնել է, որ աջակցում է Սամվել Կարապետյանին։
Տեղեկացնենք նաև, որ հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության մասին են տեղեկացրել հունիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձոր քաղաքում։ Ծատուրյան փողոցի հարակից տարածք հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք հունիսի 9-ին և 14-ին, Հրազդան քաղաքում հունիսի 9-ին, 11-ին, 12-ին և 13-ին, Գյումրի քաղաքում հունիսի 13-ին և Արարատ քաղաքում հունիսի 10-ին։ Սամվել Կարապետյանի դուստրն էլ քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ «Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքում։ Թող բոլորը տեսնեն, որ նա միայնակ չէ, մենք էլ մենակ չենք։ Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում, ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության»։